Անունից ելույթ կունենա Հայկ Կոնջոյանը, խմբակցության ղեկավարը։ Համեցեք, պարոն Կոնջոյան։ Պարոն Մանուկյան, որ ասում եք, որ պետությունն եք, որ ասում եք մենք ենք տերը, մեր պետության այդ որ պետության տերն է, մեզ ասում եք մենք այս տերը մենք ենք, հա? Չէ, նույնական չեն, բայց մենք որպես քաղաքացի համարում ենք, որ այո, մենք ենք պետության տերը, որպես քաղաքացի եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է պետության տերը։ Եվ մենք մեզ նույնացնում ենք առաջին հերթին քաղաքացիների հետ։ Եվ այո, մենք քաղաքացիներով մենք ենք տերը այն պետության, որը դուք ուզում եք մատաղ անեք։ Ուզում եք մատաղ անեք այդ պետությունը։ Ու այդ մատաղ անելու ամենավառ ապացույցներից մեկը այդքան երկար չար չրկված 004 շրջաբերականն է, ժողովուրդ ջան։ Դուք այնտեղ որտեղ որ ուզում եք ինչ-որ մի բան փրկեք, այդ դա կործանվում է։ Հիշեք էլի Ղարաբաղում ինչ արեցիք։ Ղարաբաղը որոշել եք փրկեք, մի քանի օր հետո լուծարեցիք, ժողովուրդ։ Ասում եմ, ձեր մոտ հիմնականում թարս է ստացվում։ Լավ բաները ստացվում է ակամա։ Թարս է ստացվում, ոնց որ հիմա այս քննարկումը, ես չգիտեմ թե դուք խի եք այս քննարկումը նախաձեռնել, բայց հիմա մենք այս քննարկումը ավարտում ենք ձեր ըմբոստությամբ այս քննարկման նկատմամբ, ոնց կլինի տենց։ Դուք նախաձեռնում եք քննարկում, հետո դուք գալիս եւ դժգոհում եք քննարկումից։ Սրա մասին չէր ձեր քննարկումը, այս չէիք ուզում։ Քանի որ այնուամենայնիվ դուք նաև հղում եք անում մահկամ ազատության մասին եւ նաև Հակոբ Մովսեսի այդ հարցազրույցի ժամանակ դա քննարկվել է, այդ իրական սա կենտրոնական գաղափար է, պարոն Մանուկյան, որովհետեւ իրոք երբ ես դեռ ուսանող էի, իսկապես իմ համար շատ տարօրինակ էր հնչում դաշնակցության մահկամ ազատությունը ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունում, հասկանում եք։ Մահկամ ազատությունը հələ մի կողմ որ կարող է, երբ որ դու չունես պետություն, այնտեղ պետք է հասկանալ։ Շատ լավ, դա ուրիշ է, ազատագրություն է։ Լավ, բա մահկամ ազատությունը ինքնիշխան պետության մեջ ում է ուղղված։ Ումից եք դուք ուզում ազատագրվեք դաշնակցությունը այս հարցին, պիտի պատասխան տա։ Դա ձեզ հետապնդելու է, չեք կարա, վերացական չի, պարոն Մանուկյան դա։ Ասում եք մահկամ ազատության մեջ մահը վերաբերվում է դաշնակցականներին, հա? Շատ լավ։ Մահը դաշնակցականներին էր վերաբերում 1999 թվականի հոկտեմբերի 27-ին։ Երբ որ նախկին դաշնակցական Նայիրի Հունանյանը մտավ ահաբեկչություն արեց։ Ում էր վերաբերում այդ մահը։ Մահը դաշնակցականներին էր վերաբերում 2008 թվականի մարտի 1-ին, երբ որ 10 մարդ գնդակահարվեց։ Ու դրանից հետո դուք էլի սիրուն այդ նույն իշխանության հետ գնացիք կոալիցիա կազմեցիք, կտրեցիք այդ տորթը, բաժանեցիք իրար մեջ։ Որտեղ էր Քավլիցի, ես չեմ ցանկանա երբևէ, որ որևէ մի դաշնակցականի մազը ծռվի։ Բայց երբ որ դուք ասում եք մահը վերաբերվում է դաշնակցականներին, ոչ թե ժողովրդին, ես մի հատ ուրիշ պատմություն եմ հիշում։ Լեոյի անցյալից գրքի մեջ ինքը նկարագրում է Բանկ Օտոմանի գրավման հետ կապված այդ դրվագները։ Ու պատմում է, որ երբ որ դաշնակցականները արդեն բանկից դուրս գալով նրանց պիտի ճանապարհեին, համապատասխան այլ երկրի դիվանագիտական ներկայացուցիչները։ Նա նկարագրում է, երբ որ այդ Բանկ Օտոմանի գրավումից հետո ինչ տեղի ունեցավ բազմահազար հայ բնակչության հետ։ Իսկ այդ մարդիկ գնացին հետո։ Ուր գնացին։ Եվ ում համար էր մահը, ում համար ազատությունը։ Ում համար էր մահը, ում համար ազատությունը։ Երբ որ ազատագրական պայքարի դրոշակի ներքո անում եք գործողություններ, հետո գնում են ժողովուրդը ջարդվում են հազարներով եւ ասում եք, չէ, մահը դաշնակցականներին, ազատությունը ժողովրդին։ Այնինչ ասում եմ ճիշտ հակառակն է։ Դաշնակցությունը հիմնականում մահը տվել է ժողովրդին, ազատությունը պահել է իրեն։ Ումով ասում եք մի արեք։ Շատ լավ, ուրեմն բանը Քաջազնունիով կասեմ։ Պարոն Մանուկյան ասում է Լեոյին մի մեջ բեր։ Շատ լավ, Քաջազնունին եմ մեջ բերում։ Դաշնակցությունը այլևս անելիք չունի։ Բանը մի րոպե։ Այսօր պարոն Ռուստամյանն ասում է, Պարոն Կոնջյանի ժամը վերականգնեք։ Պարոն Ռուստամյանն ասում, շատ լավ, շնորհակալ եմ, որ ասցիք Լեոյով չասեմ, չեմ ասում։ Հովհաննես Քաջազնունի։
Այսօր Արմեն Ռուստամյանն ասում է եւ մեջբերում ասում է գալիս եք բան դաշնակցականներին եք ցիտում քաջազնունն եք ցիրում բա մի հատ դասեր քաղեք քաջազնունից շատ լավ մենք կքաղենք բա դուք այդ դասերը երբ պիտի քաղեք բա դուք դաշնակցական մեծերի դասերը երբ պիտի քաղեք հարգելի գործընկերներ ասում եք դուք կրում եք դաշնակցության 100-ամյա ավանդույթը չէ այդ ժառանգությունը ձերն է չէ այսինքն ձեր ժառանգությունն է նաև քաջազնունին, չէ, պարոն Մանուկյան։ Թե հրաժարվում եք Հովհաննես Քաջազնունից։ Մի բանարավոր խոսեն, այդտեղից մի պարոն Կոնջորյան ջան։ Չէ, դուք կարող եք ժեստերի լեզվով։ Չէ, չենք անում։ Ես ձեր դաշնակցական ոճը հասկանում եմ։ Հովհաննես Քաջազնունին դաշնակցության ժառանգությունն է։ Դուք չեք հրաժարվում, շատ լավ։ Սիմոն Վրացյանը դաշնակցության ժառանգությունն է, չեք հրաժարվում, շատ լավ։ Խատիսյանը դաշնակցության ժառանգությունն է, չեք հրաժարվում, շատ լավ։ Այս բոլոր գործիչները, Սիմոն Վրացյանը 2020-21 թվականին ցեղասպանությունից ընդամենը 5-6 տարի անց խոսում էր Թուրքիայի հետ բարեկամության մասին։ Մենք ասում ենք Թուրքիայի հետ հարաբերություններն ուզում ենք կարգավորենք, սահմաններ բացենք։ Բարեկամություն բառը չենք էլ ասում։ Դուք ասում եք ոնց կարելի է ցեղասպանությունը ուրանալ եւ սահմանները բացել։ Այնիշ ցեղասպանությունից 6 տարի անց Թուրքիայի հետ բարեկամության ձգտող Սիմոն Վրացյանին դուք շարունակում եք համարել դաշնակցական եւ հպարտանում եք եւ լավ եք անում։ Բայց կլինի այդ դասը սովորեք ոնց որ ասում էր պարոն Ռուստամյանը։ Ինչի՞ չեք սովորում Սիմոն Վրացյանի տված դասը։ Ինչի՞ չեք սովորում Խատիսյանի տված դասը։ Ինչի՞ չեք սովորում Քաջազնունու տված դասը։ Լավ, Լեոն ձեր քիմքին հաճո չէ, խնդիր չկա։ Չգիտեմ, ինչ որ մի խոսացեք կավելացնեմ ժամանակ։ Հարգելի գործընկեր, ես իրականում այսօր ասեցի, հարգելի գործընկերներ, նորից եմ ասում, ի գիտություն։ Մենք դաշնակցությունը չենք փակելու, որքան էլ որ երազեք։ Մենք դաշնակցությունը բացել ենք եւ դաշնակցությունը ավելի ենք բացելու։ Ոնց որ այս երկու օրերին բացեցինք։ Դաշնակցությունը բացելու, դաշնակցության ապակոդավորելու մի հրաշալի հնարավորությունն էլ Հակոբ Մովսեսին այս ամբյոնից լսելն էր, որը չէի էլ պատկերացնի մի 2 ամիս առաջ, որ ես նման հաճույքի հնարավորություն կունենամ եւ ոչ միայն ես։ Ես շնորհակալ եմ ձեզանից, որ դուք մեզ այդ հնարավորությունն ընձեռեցիք, պարոն Մինասյան։ Ես իդեպ միշտ զգացել եմ, որ դուք ճիշտ բաներ անում եք, էլի։ Հիմա դուք սա որ արեցիք։ Ես չգիտեմ, հիմա ինչ եք պլանավորել, ինչ չեք պլանավորել, բայց ոնց որ լավ ստացվեց։ Հարգանքներիս հավաստիքը։ Եվ նաև արդեն ամփոփելով նախ ես ուզում եմ մեր գոհունակությունը հայտնել առ այն, որ պարոն Հակոբյանը իր ելույթում եւ իր հարցուպատասխանի ընթացքում 3 եւ այսօր կարևորեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը եւ ըստ էության կարևորեց անկախ մարմինների պաշտոնյաների կոռեկտության պահպանման անհրաժեշտությունը եւ այս քննարկումը եւ այս քննարկման ընթացքում նաեւ պարոն Հակոբյանի հնչեցրած մտքերը կարծում եմ լավագույնս փարատեցին բոլոր այն մտահոգությունները, որոնք կարող էին լինել Հակոբ Հակոբյանի հայտարարությունների վերաբերյալ։ Այդ մտահոգությունները, այդ քննարկումները, պարոն Հակոբյանի հավաստիացումները մեզ համար բավարար է։ Եվ ես ուզում եմ ասել, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը չի մասնակցելու այս հարցի քննարկմանը, քվեարկությանը ներողություն, չի մասնակցելու, այսինքն դեմ ենք այս հարցի քվեարկությանը եւ չենք մասնակցի դրան։ Եվ ես նաև ուզում եմ առիթը օգտագործելով շնորհակալություն հայտնել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, Տիկին Գալստյան։ Մենք արժեքավոր ենք համարում ձեր աշխատանքը եւ ձեր եզրակացությունը, եւ դուք որպես կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ձեզ վերապահված գործառույթն եք իրականացրել, ու մենք ամենայն հարգանք ունենք այդ գործառույթի նկատմամբ, իսկ մեր որոշումը պայմանավորված է ավելի լայն քաղաքական համատեքստով, ոչ միայն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությամբ, բայց
նաև այն մոտիվացիաներով, այն քաղաքական նպատակադրումներով, որոնք որ ընդդիմադիր խմբակցությունը այս հարցը բերել է օրակարգ, եւ ես անկեղծ ասած, երեք էլի լսեցի մի երկու նման արտահայտություն, որ ինչու ենք մենք քաղաքականացնում այս կամ այս հարցը եւ այլն, ես ամեն անգամ զարմանում եմ, որ խորհրդարանում ինչ որ մեկն ասում է, եկեք չքաղաքականացնենք այս հարցը։ Այսինքն խորհրդարանում երբ որ փռշտում եք անգամ, դա քաղաքական հայտարարություն է, ժողովուրդ։ Հնարավոր չի խորհրդարանում չլինել քաղաքական։ Համաձայն եք պարոն Մինասյան։ Տեսեք, որ ասում է պարոն Մինասյանը ինքը շատ լավ ամեն ինչն էլ հասկանում է։ Բայց երեք ես էլի լսում էի, որ ձեր գործընկերները ասում են եկեք չքաղաքականացնենք, Սա ամբողջությամբ քաղաքական քննարկում էր։ Շնորհակալություն, ստեսություն։ Կոնջան, եթե ասելիք ունեք, ձեր ժամանակ այլ